Անուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբոք ամեն։ Չգիտենք, պահք պահում ենք թե չէ, բայց գիտենք, որ պահքը մեզ պահում է։ Պահքը պահպանություն է, եւ պահքը շատ հին պատմություն ունի։ Դերևս առաջության սկզբից է գալիս, եւ այսօր առաջավորած պահքի բարեկենդան է, վաղվանից 5-օրյա պահք է։ Ինչու է կոչվում առաջավորած պահք, որտեղ հենց սկզբից իսկ հրաման կա, պատվեր կա, հրահանգ կա, որ պահք պահենք։ Երբ որ Աստված աշխարհն է ստեղծում, 5 օր արարեց, ստեղծեց։ Առաջի օրը լույսը արարեց, հետո երկիրը ու երկինքը, հետո բուսականությունը։ 5 օր միայն արարում է, ստեղծում էր Աստված։ Բայց դեռևս կենդանիներին ու մարդուն չէ ստեղծել, 6 օր արարեց։ 6-րդ օրը 5 օրը անցավ, նոր 6-րդ օրը ստեղծեց կենդանիների ու մարդկանց։ Եվ կենդանիներին ասաց խոտ կուտեք, մարդկանց ասաց ծառի պտուղներից կուտեք։ Այսինքն 5 օր ողջ արարչությունը անսվաղ էր, պահքի մեջ էր, ուտելու հրաման չկար, նոր 5 օրը լրանալուց հետո 6-րդ օրը հրաման եղավ, ուտելու, այն էլ ամեն բան չուտելու, կերեք ծառերի պտուղներից Աստված ասաց, բայց մի ծառի պտղից մի կերեք։ Եվ եթե Ադամն ու Եվան պահեին այս պահքի պատվիրանը, պահքի պատվիրան էր սա, չուտել արգելված պտղից, ապա դրախտից չէին վտարվի։ Բայց ցավոք սրտի չպահեցին այս պատվիրանը, դրախտից վտարվեցին։ Եկան երկիր, մենք երկրում արդենք պանդխտության մեջ ենք, այստեղ աքսորավայր է, մենք երկրի վրա դրախտից վտարված աքսորյալներ ենք։ Եվ Ադամի որդին Աբելը շատ լավ հասկանում էր, որ ինքը աքսորյալ է, եւ 5 օր պահք պահեց։ Ադամն ասաց Աբելին եւ Կայենին, որ զոհ մատուցեն, նվեր տան Աստծուն։ Աբելը ինչ արեց, ասում է ավանդությունը, 5 օր պահք պահեց, հետո իր գառնուկներից ամենալավը մատուցեց Աստծուն։ Բայց դրա փոխարեն Կայենը պահք չպահեց եւ իր ցորենից հողից ստացված իր բերքից վատը մատուցեց։ Տեսեք, 2 բան Աբելն արեց, 2 բան Կայենը չարեց։ Պահք չպահեց եւ վատը մատուցեց, այսինքն սիրտը չմաքրեց եւ սրտի ավելցուկից նենգություն վատը մատուցեց եւ այդպես Աստված չընդունեց Կայենի նվերը, ընդունեց Աբելի նվերը։ Իհարկե հետո Կայենը Աբելին սպանեց, բայց Աբելը գնաց երկինք։ Ասում են, որ Սեթը, երբ որ լսեց Ադամի վախճանվելու մասին, 5 օր պահք պահեց, նոր Ադամին հուղարկավորեց։ Ինքը Ադամը եւս, երբ որ դրախտից վտարվեց, 5 օր չկերավ, չխմեց եւ ավետիս լսեց, հրեշտակը նրան ասաց, երբ որ անծինը ծնանի, անմերը մեռանի, քեզ փրկություն կլինի։ Անծինը Քրիստոս է, որ ծնվեց, անմերը Քրիստոս է, որ մեռավ խաչի վրա։ Ահա այս բոլոր բարիքները պահքից հետո ստացան մարդիկ։ Կոչում ենք առաջավորած պահք, որովհետև առաջիններն էին այս պահքը պահում, 5 օր էին պահում։ Մինչև երբ պահեցին, մինչև Մովսես մարգարեն, մինչև իսրայելացիների ելքը Եգիպտոցից, սա նահապետների պահք է, պահեց Նոյը և մտավ տապան, 5 օր պահեց, պահեց տապանից դուրս գալուց հետո և զոհը մատուցեց, պահեց Աբրահամը, երբ որ հրեշտակներին պետք է ընդուներ և ավետիս պետք է ստանար, պահեց Իսահակը, Հակոբը և տեսիլքը տեսավ, որ երկնքից իջնում էր, քարը օծեց։
Մինչև Մովսեսը նոր 40 օր պահք պահեց, 3-40 օր ծոմ պահեց Մովսեսի 40-օրյա պահքով այս առաջավորած 5 օրյա պահքը լուծարվեց, սկսեց 40-օրյա պահքի օրը, բայց մենք պահեցինք հիշատակ այս առաջավորած պահքի, և հատկապես մեր Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորիչը, երբ որ խորվիրապից դուրս եկավ, 65 օր ավետարանը քարոզեց և բոլորին ասեց 5 օր պահք ու ծոմ պահեք, հետո կմկրտեմ ձեզ, Տրթատ թագավորին, Աշխեն տիկնոջը, Խոսրովը Դյուխտին և բոլոր մյուս իշխաններին և այդպես 5 օրյա պահք պահեցին, մեր հայոց առաջին պահքն է սա, Գրիգոր Լուսավորչի առաջավորած պահքն է և այդպես այդ 5 օրերն էլ պահեցի, որից հետո Գրիգոր Լուսավորիչը մկրտեց նրանց։ Այսպես հաստատվեց, մենք էլ լսեցինք, մենք էլ փորձում ենք, պետք է պահենք 2 շաբթի օրվանից մինչև շաբաթ օրը Սուրբ Սարգսի տոնն է, մինչև Սուրբ Սարգսի տոնը մենք այս պահքը պիտի պահենք։ Ոմանք շատ խիստ են պահում, ոմանք իրենց տկարության համավազային ոչ խիստ, բայց և այնպես, ով ինչպես կարող է պետք է այս պահքը պահի։ Մի վանական գալիս է, մի ծերի մոտ ասում է, ծեր, ինչու են, երբ որ ապաշխարում են, պահք են պահում, այսինքն, ապաշխարել է մեղքերի համար զղջալ խոստովանելն է և զուգահեռ պահք են պահում, ինչու պահքը ապաշխարության հետ է, ծերը ասում է, ես քեզ կասեմ, նստի, երբ որ նստում է վանականը, ծերը սկսում է իր մեղքերը խոստովանել, իհարկե այնպիսի բաներ իրեն վերագրում, որ ինքը չէր գործել, բայց վերագրում էր, ասում էր, այս եմ, շնացել եմ, գողացել եմ, սպանել եմ, թալանել եմ, ասում էր, և իրեն ծանր մեղքեր էր վերագրում, անընդհատ խոսում էր, ասում էր, մեղքերն էր խոստովանում վանականին, վանականը երբ լսում էր, որ ծերը իր մեղքերը խոստովանում է, լացում էր, արտասվում էր, ապաշխարում էր, և այդ մեղքերը խոստովանեց վերջացրեց, վանականն էր մի լավ լացեց, ասեց դե գնանք նստենք խնջույք անենք, ասեց չեմ կարող, էլ ուժ չունեմ, լացել եմ այնքան, ուղղակի ուզում եմ հիմա աղոթեմ, իմացար թե ինչու են պահքը ապաշխարության հետ, երբ որ դու լացում ես, երբ որ դու ապաշխանում ես մեղքերիդ համար, ախորժակդ փակվում է, չես ուզում ուտել, ինչպես սուք ունեցող մարդը չի կարողանում ճոխ սեղանից ճաշակել, ուղղակի մի փոքր ճաշակում է, որ մարմինը իրեն ծառայի և հոգին աղոթի, այս պատճառով արտասուքին ու աղոթքին հաջորդում է պահքը, արտասուք, աղոթք, պահք, ապաշխարություն։ Ուրեմն, պահենք պահքը, պահքն էլ մեզ կպահի, ամեն։